Դեռ լույսը չբացված հնչեց դռան զանգը։ Դա տիկին Անահիտն էր, իր ամենամսյա ստուգայցով։ Տարեցկինը գործնական տեսքով շրջեց ամբողջ բնակարանով, մանրակրկիտ զննեց ամեն մի անկյուն ու քարացավ լոգարանում, հաստ ոսպնյակներով ակնոցի տակից զննելով նոր լվացված սալիկապատ հատակը։ Տաթև, անհանգիստ տոնով կանչեց նա վարձակալին։ Այսինչ նոր ճաք է հայտնվել։ Աղջիկը հոգոց հանեց ու սկսեց հերթական անգամ համբերատար հիշեցնել տարեց կնոջը։ Այդ որտեղ է մարտիկին Անահիտ, նորից մոռացաք, ձեր բանվորներն էին դեռ աշնանը խփել, երբ լվացքի մեքենան էին հանում։ Վայ հա, ճիշտ է, հիշեց նա, բայց միևնույն է կասկածանքով ձեռքը քսեց սալիկին։ Ինձ թվում է սա ավելի փոքր էր։ Տաթևնի պատասխան միայն լռեց։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա արդեն վարժվել էր տանտիրուհու նման կսմիթներին։ Իհարկե, տարեց կնոջը լիովին կարելի էր հասկանալ։ Հինավուրց մեկ սենյականոց բնակարան, 25 տարվա վաղեմության վերանորոգմամբ, քաղաքից դուրս մի փոքրիկ ամառանոց ու աշխատանքային փոքր թոշակ։ Սա այն ամենն էր, ինչի վրա նա կարող էր հույս դնել ծերության օրոք։ Ամուսինը վաղուց չկար, իսկ հարբեցող անպիտան որդին ստիպում էր անընդհատ ֆինանսապես օգնել իրեն։ Դրա համար էլ ստիպված էր ամեն առիթով անհանգստանալ ու դողալ ամեն մի լումայի, ամեն դրամի վրա։ Տաթևը տանտիրուհուն մեկնեց ծրարը, իսկ նա նստեց խոհանոցի փոքրիկ սեղանի շուրջ ու առանց շտապելու հաշվեց ամբողջ գումարը, հաճույքով շոշափելով ու տեղավորելով յուրաքանչյուր թղթադրամ։ Ամեն ինչ ճիշտ է, եզրափակեց նա վերջացնելով հաշվելն ու գումարը պայուսակի խորքը թաքցնելով։ Միգուցե թեյ խմենք, հարցրեց վարձակալը ընկերաբար ժպտալով եւ նետվեց դեպի գազօջախը։ Չէ, անսպասելիորեն հրաժարվեց կինը, ուղղելով ակնոցն ու շարունակեց լուրջ դեմքով։ Քեզ հետ խոսակցություն ունեմ, բավականին լուրջ։ Սա վատ նշան էր։ Տանտիրուհին միշտ սիրում էր թեյի սեղանի շուրջ զրուցել, հաճույքով հիշելով իր երիտասարդության տարիները կամ բողոքելով ամառանոցի հարևանուհուց, ով անընդհատ անխիղճ կերպով վնասներ էր տալիս իրեն։ Եթե հրաժարվեց, ուրեմն վարձակալին այնուամենայնիվ ինչ-որ փոփոխություններ են սպասվում։ Եվ ամենայն հավանականությամբ թհաճ։ Տաթևը նստեց նրա դիմաց ու դատապարտված դրեց ձեռքերը ծնունգներին, պատրաստ լսելու դատավրջիռը։ Գիտես, ես այստեղ հարց ու փորձ արեցի, հեռվից սկսեց տիկին Անահիտը։ Պարզվում է, ես քեզ շատ էժան եմ տալիս բնակարանը, գրեթե ձրի։ Մեր թաղամասում վաղուց նման գներ չկան։ Օրինակ, հարևան շենքում մեկ սենյականը գրեթե կրկնակի թանկ է։ Բայց այնտեղ նախագիծն այլ է, բնակարանն ավելի մեծ է եւ վերանորոգված։ Երևի թանկարժեք տեխնիկա էլ կա։ Երկչոտ փորձեց արդարացի նկատողություն անել աղջիկը, բայց տիկին Անահիտն անդրդվելի մնաց։ Նա արդեն ամեն ինչ որոշել էր եւ հաստատակամ առաջ էր տանում իր գիծը, հերթով արտասանելով նախապես պատրաստված արտահայտությունները։ Հիմա պահանջարկը մեծացել է, ես առանց խնդրի բնակարանը նոր գնով կհանձնեմ։ Ինչու պետք է իմ օգուտը բաց թողնեմ։ Էնպես որ Տաթև ջան, մի նեղացիր, բայց հաջորդ ամսվանից վարձը կբարձրանա։ Աղջիկը հոգոց հանեց եւ հնազանդորեն գլխով արեց։ Իսկ ինչ անել։ Միևնույն է, գնալու տեղ չուներ։ Փակելով տանտիրուհու հետևից դուռը, Տաթևը մեջքով հենվեց միջանցքի պատին եւ ձեռքերով ծածկեց դեմքը, փորձելով մտքերը կարգի բերել։ Ասել, թե նա տխրել էր, նշանակում է ոչինչ չասել։ Իհարկե, նա հասկանում էր տանտիրուհուն եւ ամբողջ սրտով կարեկցում, բայց հիմա իր վիճակն էր շատ ավելի բարդանալու։ Բուժքույրի աշխատավարձով առանձնապես չես շռայլի։ Նա արդեն վաղուց մոռացել էր, թե վերջին անգամ երբ էր իր համար գոնե մի նոր շոր գնել։ Իսկ ինչ աներ նա։ Վերադառնա մոր մոտ մարզիային փոքրիկ գյուղը, բայց այնտեղ ընդհանրապես աշխատանք չկա։ Միայն խանութում որպես վաճառողուհի կամ փոստում, ահա եւ ողջ հեռանկարը։ Այն էլ մոր անձնական կյանքն էլ կարգավորվում էր։ Հիմա նրա մոտ բնակություն էր հաստատել Քեռի Գևորգը, ուրախ, աշխատասեր մի մարդ եւ հոր մահից հետո առաջին անգամ 8 տարվա ընթացքում մոր դեմքը լուսավորվել էր երջանիկ ժպիտով։ Տաթևն անկեղծովեն ուրախ էր նրա համար եւ գտնում էր, որ իրավունք չունի խանգարել նրանց փաղաղ հովվերգությանը, թեև նրանք իրենք բազմիցս առաջարկել էին աղջկան ապրել իրենց հետ։ Ոչ, նա պետք է գտնի իր սեփական ուղի կյանքում։ Ահա արդեն գրեթե 7 տարի է, ինչ Տաթևն իր սեփական տուն չուներ։ 7 տարի է նա ապրում էր Երևանում, ուր եկել էր երջանկություն փնտրելու։ Սկզբում սովորեց բժշկական քոլեջում, որտեղ նրան տեղավորեցին աղմկոտ ու ուրախ ուսանողական հանրակացարան, որին վարժելն այնքան էլ հեշտ չէր ու հարազատ տուն չես անվանի։ Վերջին կուրսում նա հանդիպեց Հայկին,
Խելացի եւ շրջահայաց երիտասարդն այն ժամանակ նրան տղամարդու իդեալ էր թվում։ Ահա նա, այն միակն ու հարազատը, մտածում էր նա, վերջապես գտա նրան։ Երիտասարդը Թաթևին հրավիրեց ապրելու իր բնակարանում, սակայն ամուսնության առաջարկություն անել չէր շտապում։ Աղջիկը չէր պնդում, չէր ուզում չափազանց հնաոճ երևալ, հիմա բոլորն այդպես են ապրում, բայց հոգու խորքում գաղտնի փայփայում էր այն հույսը, որ մի օր կգա այն պահը, երբ Հայկը ծնկի կիջնի ու իրեն կմեկնի մատանիով բաղցալի տուփը, ճիշտ ինչպես կինոյում։ Հիմարություն է երևի, բայց այսպիսին են միամիտ աղջկական երազանքները։ Բայց երիտասարդին այսպես էլ ամեն ինչ գոհացնում էր։ Թվում էր նա նույնիսկ չի էլ նկատում, թե որտեղից են ամեն օր հայտնվում մաքուր արդուկված վերնաշապիկներն ու համեղ տնական ուտելիքը։ Հայկն իր ընկերուհի հոգատարությունն ընդունում էր որպես մի բնական երևույթ եւ երևի կարծում էր, որ փոշին ու կեղտը իր բնակարանում պարզապես չեն էլ գոյանում։ Հայկն ամբողջությամբ տարված էր իր կարիերայի կառուցմամբ։ Նա աշխատում էր խոշոր միջազգային ընկերությունում եւ բարձր էր գնահատվում ղեկավարության կողմից, որը բիզնեսի աշխարհում նրան մեծ ապագա էր կանխատեսում։ Թաթևը հպարտանում էր իր սիրելիով եւ ամեն կերպ ձգտում էր ապահովել իրենց միության ամուր ու հուսալի թիկունքը։ Աշխատանքից հետո արագ տուն էր սլանում, որպիսի հասցնի լվանալ, արդուկել եւ ընթրիքին մի առանձնահատուկ բան պատրաստել։ Եվ իրեն իրոք դուր էր գալիս այդ կյանքը։ Երազանքներում նա նկարում էր երջանիկ ապագայի գունեղ պատկերներ, հարսանիք, երեխաներ, հսկայական ու գեղեցիկ տուն։ Դրա համար էլ հղիության լուրը նրա համար անսպասելի չեղավ, այլ թվաց նրանց հարաբերությունների միանգամայն բնական շարունակությունը։ Իսկ ինչ կա որ։ Նրանք արդեն ավելի քան 2 տարի միասին են, ուրեմն կայուն հարաբերություններ են։ Նշանակում է վաղ թե ուշ միևնույն է կամուսնանան։ Ահա ճակատագիրն էլ նրանց մղում է դրան, փորձելով արագացնել իրադարձությունների ընթացքը։ Այդ երեգոնը անհամբերությամբ սպասում էր Հայկին աշխատանքից։ Սեղան գցեց, շարեց ամենագեղեցիկ սպասքը, պատրաստեց նրա սիրելի տապական, վառեց մոմերը եւ հագավ իր լավագույն զգեստը։ Բա էլ ինչպես, սա չէ որ յուրահատուկ երեկո է։ Տանջված ու հոգնած երիտասարդը նույնիսկ չնկատեց պահի հանդիսավորությունը։ Հաշված րոպեների ընթացքում խժռեց ընթրիքը, սովորական շարժումով վերցրեց հեռուստացույցի վահանակն ու ուժասպառ ընկավ բազմոցին, մտադիր լինելով երեկոն մինչև վերջ հենց այդպես էլ անցկացնել։ Տաթևն այդ ամբողջ ընթացքում շունչը պահած հետևում էր նրան։ Ի վերջո հոգնելով հարմար պահի սպասելուց, որպիսի տպավորիչ կերպով մատուցի ուրախալի լուրը, նա ուրիշ ոչինչ չմտածեց, քան պարզապես մոտենալ եւ մեկնել թեստը, որը հատուկ պահել էր այս առիթի համար։ Սա ինչ է։ Միանգամից չգլխի ընկավ Հայկը, զարմանքով զննելով տարօրինակ երկարավուն 2 գծիկ ունեցող առարկան։ Սա թեստ է, խորհրդավոր ձայնով արտասանեց աղջիկը, դժվարությամբ զսպելով իրեն, որ լայն չժպտա։ Ինչ թեստ, հարցրեց տղան եւ անհասկացող հայացքով հառեց 2 գծիկներին, երբ հանկարծ պայծառացում ապրեց եւ նրա ակնթարթորեն երկարած դեմքի հոնքերն ինքնաբերաբար վեր սողացին։ Հղիության թեստ, ուրախ ձայնով նրա կռահումը հաստատեց Տաթևը։ Դրական է։ Հայկ, մենք երեխա ենք ունենալու։ Նա հուզված նայում էր երիտասարդի դեմքին, փորձելով որսալ այն պահը, երբ նա լիովին կգիտակցի այս նորությունն ու կարտահայտի զգացմունքներ, որոնք իր հիշողության մեջ կմնան ամբողջ կյանքում։ Այս ակնթարթի մասին նա կպատմի իր արդեն մեծացած երեխաներին, թե ինչպես նրանց պապան սկզբում պապանձվեց զարմանքից, իսկ հետո ուրախությունից իրեն կորցրած գրկեց իրեն, պտտրեցրեց սենյակով մեկ, ծիծաղեց, իսկ գուցե նրա այտով անգամ սահեր ժլատ տղամարդկային մի արցունք։ Հենց դա էլ նրա պատկերացմամբ հիմա պետք է տեղի ունենար։ Բայց տղայի դեմքին, բացի շփոթմունքից ու տարակուսանքից, ուրիշ ոչինչ հնարավոր չէր կարդալ։ Առաջին նախադեսությունը, որ դուրս թռավ նրա շուրթերից, անորոշ էր։ Սա այնքան անսպասելի է, ասաց նա ու մտահոգ գծոտ շուրթ է։ Տաթևի տրամադրությունն ակնթարթորեն փոխվեց, ժպիտն իջավ շուրթերից, իսկ հոգու խորքում սառը ու գարշելի օծի պես սողաց միանգամայն արդարացի կասկածը։ Ինչ է։ Ուրախ չես։ Գրեթե կիսաշշուտով հարցրեց նա, վախենալով լսել պատասխանը։ Երիտասարդը կմկմաց, չիմանալով, թե ինչպես ճիշտ արձագանքել տեղեկությանը։ Ես չգիտեմ, կծկտուր փորձեց արդարանալ նա, ես դրան պատրաստ չէի։
Խեղճ աղջիկն աչքը չէր կտրում նրանից, նրա հսկա աչքերում սառել էին վախն ու հուսահատությունը։ Հայկը ծանր հոգոց հանեց, երևի ներքուստ ոչ մի կերպ չէր կարողանում ինչ-որ կարևոր որոշում կայացնել ու անվճռականությամբ արտասանեց. «Տաթև, ես չգիտեի ինչպես քեզ հայտնել, հասկանում ես, ինձ առաջարկել են պայմանագրով աշխատել արտերկրում, առայժմ 1 տարով, ես պետք է մեկնեի, 1 ամսից»։ Մի անտեսանելի ձեռք խեղդող բռնվածքով սեղմեց աղջիկա կոկորդը։ Արդյոք նա կլքի իրեն այդ պահին, կփոխարինի աշխատանքով։ Երիտասարդը տատանվում էր, սեփական ցանկություններն ու հոգու պորտկումները նրա մեջ պայքարում էին դաստիարակության կանոնների եւ պարտքի զգացումի հետ։ Դե, հիմա արդեն իհարկե, հիմա ես կհրաժարվեմ եւ չեմ գնա։ Սա արտասանելիս նրա ձայնը կտրվում էր, իսկ տոնը անբնական թվում։ Հայկը հազաց եւ ջանք գործադրեց գրկելու ու հանգստացնելու վախեցած հարսնացուհին։ Պարտքի զգացումը հաղթել էր։ Տաթևը թեթևացած հոգոց հանեց, թող ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքն էր պատկերացնում, բայց միևնույն է, Հայկն ուրախ է։ Երեխան մի փոքր փոխեց պլանները, բայց Հայկը խելացի է, նա կսրբագրի դրանք եւ ամեն ինչ լավ կլինի։ Չէ՞ որ ընտանիքն ավելի կարևոր է, քան աշխատանքը։ Բայց արտասահման մեկնելու հեռանկարը ըստ երևույթին ամբիցիոզ երիտասարդին հանգիստ չէր տալիս, մտքում նա բարկանում էր եւ մեղադրում հարսնացուհին նրանում, որ նա կործանեց իր կարիերան, իսկ երջանկության թռչունը արդեն նրա ձեռքում էր, թվում էր ամուր բռնել է փոչից։ Երիտասարդն առաջ էլ առանձնապես քնքություն չէր դրսևորում հարաբերություններում, իսկ հիմա առհասարակ դարձավ անսովոր դյուրագրգիռ ու կոպիտ։ Ամեն ինչ նրան զզվեցնում էր, հատկապես նյարդայնացնում էին հասարակ գավառական բառերը, որոնք երբեմն դուրս էին թռչում գյուղից եկած աղջկա շուրթերից։ Ինչպես կարելի է այդպես խոսել, ինչ կարող ես սովորեցնել երեխաներին, վրդովվում էր նա։ Հա, ճիշտ են ասում, կարելի է աղջկան հանել գյուղից, բայց գյուղ աղջկա միջից երբեք, եւ արհամարական հայացք էր նետում Տաթևի վրա։ Նա միայն լուր կուլ էր տալիս դառը վիրավորանքը։ Այն ամենը, ինչի մասին նա այնքան երազում էր մինչ այդ, հիմա չէր ուրախացնում։ Ոչ մոտեցող երկարասպասելի հարսանիքի օրը, ոչ էլ փեսացուի ծնողների խոստացած նվերը, մեծ առանձնատունը քաղաքից դուրս։ Այս ամենը խամրում էր եւ իմաստը կորցնում փչացած հարաբերությունների ֆոնին։ Տաթևն ամեն կերպ փորձում էր շտկել իրավիճակը, գուրգուրել, հաճոյանալ, սիրաշահել, բայց դա միայն կրակի վրա յուղ էր լցնում։ Հայկն ագրեսիվ էր դառնում ու երկար բղավում նրա վրա։ Մի անգամ զայրույթի պորտկման պահին Հայկը չզսպեց իրեն եւ ուժգին հրեց հարսնացուհին։ Տաթևին նույնիսկ մի պահ թվաց, որ նա դա արեց գիտակցաբար, հաճույքով։ Նրա այրվող աչքերում աղջիկը հասցրեց նկատել գործողությունից բավարարության զգացում, որը նա վաղուց էր ուզում անել։ Հաջորդ պահին նա իհարկե ցատկեց դեպի ընկած հարսնացուհին, անկեղծորեն զղջաց, ներողություն խնդրեց, փորձելով օգնել նրան ոտքի կանգնել, բայց որովայնի սուր ցավը թույլ չտվեց դա անել։ Սարսափից պապանձված երիտասարդ կինը առանց աչքը կտրելու նայում էր իր տակից մանրահատակի վրա հոսող արյան առվակին։ Հիվանդանոցում հայտնեցին, որ նա կորցրել է երեխային, եւ թեև դա դեռ միանգամայն փոքրիկ չձևավորված ըստ էության ընդամենը պտուղ էր, Տաթևը երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ, վիշտն արցունքներով ողողելով։ Լացելով ու սպառելով մինչև վերջին արցունքը, նա կարծես զրկվեց հոգում կենսականորեն կարևոր մի բանից։ Հիմա այդ տեղում սառը դատարկություն էր տիրում։ Ուրիշ ոչինչ նրան չէր հուզում։ Վերջ, որոշեց նա, այսուհետ ինչպես կլինի թող լինի։ Փոխարենը Հայկն անմիջապես հանգստացավ, դարձավ ուշադիր ու քնքուշ ինչպես երբեք։ Հիվանդանոցից վերցնելով գունատ հյուծված հարսնացուին, նա արդեն հաջորդ օրը հայտնեց նրան իր մոտալուն մեկնուման մասին։ Տաթևը ոչ վրդովվեց, ոչ էլ առարկեց։ Նա առհասարակ այս նորությունն ընդունեց հանգիստ, գուցե նույնիսկ թեթևումով։ Երիտասարդների միջև զգացմունքներ չէին մնացել։ Այդ օրվանից Հայկը ոգեշնչված սկսեց հավաքել իրերը երկարասպասելի արտասահմանյան ուղևորության համար, իսկ Տաթևը սկսեց իր համար կացառում փնտրել։ Ահա այն ժամանակ էլ ծանոթուհին նրան կապեց տիկին Անահիտի հետ, ով լրացուցիչ եկամուտ ունենալու համար որոշել էր իր բնակարանից տեղափոխվել Ամարանոց։ Բոլորովին փոքրիկ, ցածր առաստաղներով եւ հին կահույքով, բայց փոխարենը գինն էլ միանգամայն ընդունելի, իսկ աշխատանքի վայրից ոչ հեռու։ Հայկից էլ հեռու։ Տաթևը նայեց ժամացույցին։
Ստիպված եղավ զոհաբերել նախաճաշը, որպեսզի ժամանակին հասնի աշխատանքի։ Նրան փոխարինող Անին մինչև սրտխառնոց ճշտապահել, իսկ ինքը Տաթևը չէր սիրում ուշանալ։ Միշտ հանգիստ ու հավասարակշռված Անին այսօր ակնհայտորեն տրամադրություն չուներ։ «Վիպ պալատ ինչ-որ գործարարի են պարկեցրել», հայտարարեց նա անմիջապես ու դեմքը ծամածռեց։ «Այնպիսի զզվելի մեկն է, արդեն բոլոր աղջիկներին ձեռք է գցել, հարբած անասուն»։ «Հա», հաստատեց նա, նկատելով Տաթևի անվստահ հայացքը։ «Առավոտվանից կոնյակ է լափում»։ «Այն այր», ցույց տվեց մատով, նորից գնաց դեպի շոկոլադի ապարատը, նախուտեստը երևի վերջացել է, եւ արհամարհանքով ավելացրեց. «Հիվանդ է, բայց ախորժակը եռակի է»։ Տաթևը հետաքրքրությամբ նայեց երիտասարդ տղամարդուն։ Այդպես միանգամից չես էլ ասի, թե քանի տարեկան է։ Նման երիտասարդ տարիքի համար չափազանց լցված մարմինը չէր կարող թաքցնել անգամ ծավալուն սպորտային համազգեստը։ Խմիչքից կարմրած գոհ դեմքը կասկածելիորեն ծանոթ թվաց։ Տղամարդը կանգնած էր ապարատի մոտ ու փորձում էր սիրախաղ անել հարևան բաժանմունքի երիտասարդ բուժքրոջ հետ։ Այս խռպոտ ձայնն ու լկտի տոնը Տաթևն ինչ-որտեղ արդեն լսել էր։ «Անի ջան, մի հատ տուր ինձ նրա հիվանդության պատմությունը», խնդրեց նա։ Անին մեկնեց նրան թղթերն ու շարունակեց վրդովվել։ «Դու դեռ մի նշանակումների թերթիկին նայիր, միայն վիտամիններ են։ Ասում են այս լպրծունը ձևացնում է, իսկ այստեղ ուղակի թաքնվում է ինչ-որ անախորժություններից ու փոթորիկն է հաղթահարում։ Կամ վարկատուներից է փախչում, կամ էլ ինչ-որ բանդիտներից»։ Նա շրջվեց, ցածրացրեց ձայնն ու ասաց. «Բաժնի վարիչն ու գլխավոր բժիշկն արդեն խաղի մեջ են մտել այս վճարովի պալատների հետ, ում ասես պատրաստ են այնտեղ խցկել, եւ ամեն ինչ դրամարկղի կողքով է գնում»։ Բայց Տաթևն այլևս չէր լսում նրան, ուսումնասիրելով նոր հիվանդի տվյալները։ Նա չէր սխալվել, դա իսկապես իր հին ծանոթն էր։ Վիգեն Հարությունյանը, իր նախկին համադասարանցին ու անցյալի երդվյալ նեղացնողը։ Գնալով բարթանում է, տհաճ սառնություն վազեց մեջքով։ Հիշողության մեջ հառնեցին բոլոր մանկական վիրավորանքները, եւ թե ինչպես էր նա հրում իրեն աստիճաններից, իսկ ինքը հետո քայլում էր ջարդված ծնկներով, եւ թե ինչպես ֆիզկուլտուրայի ժամին բոլորի ներկայությամբ քաշեց հանեց իր սպորտային տաբատը, եւ թե ինչպես ավարտական դասարանում հանգիստ չէր տալիս։ Հաղթանդամ լկտի տղան ոչ միայն նրա հանդեպ էր բարձր ուշադրություն դրսևորում, բոլոր աղջիկներն էին տուժում թույլերի հաշվին ինքնահաստատվելու նրա անհակ ցանկությունից։ Դե ինչ, ինչպիսին կայիր, այնպիսին էլ մնացիր, ուղիղ երգի նման, մտածեց աղջիկը հետևելով նախկին համադասարանցուն։ Իդեպ, նրան պետք է վիտամիններ սրսկել, հրաժեշտին ասաց Անին եւ անհետացավ միջանցքի վերջում, թողնելով Տաթևին միանգամայն խանգարված զգացմունքների մեջ։ Օ, ինչքան չէր վիզում առերեսվել այդ գարշելի զզվելի Վիգենի հետ, ում ժամանակը չէր ուղղել, դատելով նրանից, որ նրա վարքագծի գիծը մնացել էր նույնը։ Բայց անելու բան չկար, աշխատանք է, իսկ Հարությունյանը հիմա նրա համար ընդամենը պացիենտ է։ Բուժքույրը ներարկչի մեջ քաշեց դեղամիջոցը, պատրաստեց սկուտեղն անհրաժեշտ ամեն ինչով, արտաշնչեց եւ վճռականորեն գնաց դեպի VIP պալատ։ Գրիգորյան, Տաթևիկ, դու ես, բացականչեց նա սահելով նրա մարմնի վրայով իր յուղոտ աչքերով։ Լսիր, քեզ սազում է այս սպիտակ համազգեստը։ Այնպիսի ախորժելի ես, թեև առանց դրա ավելի լավ կլիներ, ասաց եւ ինքն էլ բարձրաձայն ծիծաղեց իր կատակի վրա։ Այո, ընդհանրապես ոչինչ չի փոխվել։ Նույն այլանդակ հումորն է, ինչ նախկինում, անցավ բուժքրոջ մտքով։ Աշխատելով ուշադրություն չդարձնել նրա գռեհիկ կատակներին, Տաթևը ճարպորեն կատարեց ներարկումն ու պատրաստվում էր արդեն դուրս գալ, երբ հանկարծ Վիգենը անպատկարաբար բռնեց նրա ձեռքը ու քաշեց դեպի իրեն։ Դե ուր ես գնում, Տաթևիկ, շշնջաց նա դեմքին շնչելով ալկոհոլի հոտը։ Բաց թող, փորձեց փոկվել աղջիկը նրա ճանկերից։ Դե լավ, ինչ ես քեզ կոտրատում, գարժելի ժպիտով շարունակեց տղամարդը։ Ես հո գիտեմ, թե գիշերներն այստեղ ինչով եք զբաղվում։ Բոլորդ նույնն եք։ Նա ավելի ամուր սեղմեց աղջիկան ու ավելացրեց. իսկ իմ դուրը կողպվում է։ Արի, արագի մեջ։ Տաթևի կոկորտին նույնիսկ սրտխառնոց մոտեցավ լկտի տղամարդուց ու այդ զզվելի բառերից։ Որտևից նրա մեջ ուժ գտնվեց։ Նա մի կողմ հրեց Վիգենին եւ դուրս թռավ դռնից, հետևից լսելով, թե ինչպես նա կեղտոտ հայհոյեց եւ սպառնաց. Ես քեզ դեռ ցույց կտամ։ Խոստացվածին երկար սպասել չպահանջվեց։ Ճաշին նրան իր մոտ կանչեց բաժնի վարիչը։ Տաթևիկ, խիստ տոնով սկսեց նա, ձեր վերաբերյալ բողոք է ստացվել VIP պալատի հիվանդից։ Նա պնդում է, որ դուք կոպտել եք եւ չեք կատարել նշանակումը։
Բուժքույրն անմիջապես վրդովվեց. «Ինչ եք ասում, պարոն Արմեն, ես նրան ներարկել եմ, նա ստում է»։ «Նշանակում է կոպտելու մասին ճիշտ է», վերահարցեց նա։ Աղջիկը կատաղի կերպով փորձում էր ապացուցել իր ճշմարտացիությունը։ «Ոչ, դա էլ ճիշտ չէ։ Նա ինձ կպչում էր։ Նա այստեղ բոլորին էլ կպչում է, պարոն Արմեն։ Կարող եք աղջիկներին հարցնել»։ «Տաթև ջան», կամաց ու մեղմ գրեթե հայրաբար ասաց ղեկավարը, «պետք է գնալ ներողություն խնդրել։ Նա արդեն այնպիսի բողոք է գրել գլխավորին։ Վերջինս կատաղած է վրդովմունքից։ Հրամայել է պատժել ամենայն խստությամբ, հեռացնել աշխատանքից համապատասխան հոդվածով, եթե չհարթենք կոնֆլիկտը։ Դե ինչ դժվար բան է քեզ համար»։ «Ես ներողություն չեմ խնդրելու», համարած աղջիկը, ձայնը դողաց, երբ նա պատկերացրեց, թե ինչպես է հրճվելու Վիգենի եւ թե իրեն ինչեր է թույլ տալու այժմ մենակ մնալիս։ «Դե Տաթև ջան», համոզում էր վարիչը, «դե գնա նրա մոտ, սա ընդամենը ձևականություն է»։ «Ոչ, ես չեմ գնա», համառորեն օրորեց նա գլուխը։ «Երբեք»։ Վարիչը հոգոցանեց ու տարածեց ձեռքերը։ «Դե ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Ուրեմն կներես, ես ստիպված եմ քեզ աշխատանքից հեռացնել»։ Հոգում կարծես մի բան կտրվեց։ Որքան ժամանակ նա աշխատեց այստեղում։ Որքան ուժ ու էներգիա ներդրեց։ Եվ հիմա այս ձևացնողի ու կեղտոտ բանսարկուի պատճառով իրեն ազնիվ պարտաճանաչ աշխատողին պարզապես շպրտեցին աշխատավայրից։ Դառը վիրավորանքն ու անարդարության սուր զգացումը եռում էին կրծքում, բայց այլ կերպ նա չէր կարող։ Իր սկզբունքներին դեմ գնալ եւ ներողություն խնդրել սրիկայից պաշտոնը պահպանելու համար դա իր համար չէր։ Նա տխուր քարշ էր գալիս տուն, հասկանալով, որ հնարավոր է շուտով ստիպված լինի հեռանալ այնտեղից։ Իսկ եթե նա չկարողանա արագ գտնել աշխատանք, որը թույլ կտա ոչ միայն վճարել բնակարանի վարձը, այլև գոնե ինչ-որ կերպ ապրել։ Իսկ եթե չստացվի, ապա ուր։ Ծանր մտքերը տանջում ու տարապեցնում էին նրան։ Անսպասելիորեն վախի զգացում առաջացավ, իսկ ինչ կլինի, եթե նա մնա փողոցում։ Այդ ժամանակ վստահաբար նա ստիպված կլինի վերադառնալ գյուղ, բնակություն հաստատել մոր մոտ, ամեն օր իրեն ավելորդ զգալով։ Տեղավորվել որպես փոստատար եւ մինչև կյանքի վերջ քարշ տալ անուրախ գոյություն, անիծելով իրեն, որ մի անգամ գլուխ չհանեց ճակատագրի մարտահրավերից ու կոտրվեց խնդիրների ճնշման տակ։ Ավտոբուսի կանգնարում անսովոր դատարկ էր։ Երևի հենց նոր էր գնացել ավտոբուսը, իր հետ միանգամից տանելով բոլոր ուղևորներին։ Միայն նստարանի ամենաեզրին նստած էր մի միջին տարիքի կին։ Նա իրեն շատ տարօրինակ էր պահում, եւ եթե չլինեին շքեղ հագուստն ու թանկարժեք պայուսակը ձեռքերում, նրան կարելի էր ընդունել հարբածի կամ թմրամոլի տեղ։ Գունած դեմքով, թեթևակի օրորվելով, նա անթարթ նայում էր իր դիմացի մի կետի։ Տաթևը կանգնեց ոչ հեռու, դեռ զննելով տարօրինական ծանոթուհուն, բայց երբ վերջինը սկսեց թեքնել կողքի վրա ու ընկնել ուղիղ գետնին, ակնթարթորեն արձագանքեց։ Մոտ վազեց եւ կնոջը պառկեցրեց նստարանին։ Հազվադեպ շնչառությունն ու կպչինչ քրթինքը վկայում էին հիպոգլիկեմիայի վիճակի մասին։ Իսկ վերընկած պայուսակից դուրս թռած գլյուկոմետրը միայն հաստատեց կասկածը՝ կինը տառապում է շաքարային դիաբետով։ Ինչքան էր Տաթևն իր բաժանմունքում տեսել նման հիվանդների։ Առաջին օգնությունը միայն մեկ բան էր, որքան հնարավոր է արագ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Աղջիկը շուրջը նայեց, շրջակայքում ոչ մի շնչավոր չկար, օգնություն խնդրելու ոչ ոք չկար։ Աղջիկը խառնեց իր պայուսակը։ Նա հաստատ հիշում էր, որ անցած հերթապահությունից այնտեղ մի կոնֆետ էր մնացել։ Հա, ճիշտ է, ահա այն։ Տաթևն այն դրեց անգիտակից վիճակում գտնվող կնոջ բերանը։ Միայն դրանից հետո նա հավաքեց շտապօգնության համարը։ Մի քանի րոպե անց հիվանդն անսպասելիորեն շարժեց ծնոտն ու կիսով չափ բացեց կոպերը, անեմոցիոնալ զննելով իր կողքին նստած անծանոթուհուն։ Վերջապես մոտեցավ շտապօգնության մեքենան։ Հասկանալով ինչն ինչոց է, բժիշկները կնոջը պատգարակով տեղավորեցին մեքենայի մեջ։ «Դուք հավանաբար բուժքույր եք», հրաժեշտին հարցրեց բժիշկը։ «Այո, այստեղ մոտակայքում, թերապիայում եմ աշխատում», աշխույժ պատասխանեց նա ու ձեռքով թափահարեց դեպի կլինիկայի կողմը, բայց անմիջապես կանգ առավ ու ուղղեց։ Այսինքն աշխատում էի։ «Անունդ ինչ է», չգիտես ինչու հետաքրքրվեց նա։ «Տաթև», պատասխանեց աղջիկը։ «Ապրես Տաթև ջան», գովեց տղամարդը։ «Ամեն ինչ ճիշտ ես արել, ժամանակին հասանք»։ Բժիշկը ձեռքով արեց նրան ու շրքկոցով փակեց դուռը։
Շտապօգնության մեքենան շարժվեց առաջ։ Դե գոնե մի լավ բան այսօր արեցի, մտածեց աղջիկը ու հոգին մի փոքր թեթևացավ։ Գրեթե ողջ գիշեր Տաթևն աչք չփակեց։ Մռայլ մտքերը սև աղրավների պես հավաքվում էին ամեն կողմից ու սկսում կծահարել ուղեղը։ Հենց հաջողվում էր քշել ամենակպչուններին, հայտնվում էր հերթական չափաբաժինը, նոր ուժով խրվելով գլխի մեջ։ Անվերջանալի իսկ եթե։ Գիշերվա ընթացքում նա մտովի ապրեց իր կյանքի տասնյակ սցենարներ եւ գրեթե բոլորն էլ տխուր ու անուրախ էին։ Տանջված ու ճնշված աղջիկը քնեց միայն լուսադեմին, արևի առաջին շողերի հետ եւ համապատասխանաբար արթնացավ միայն 10-ից հետո, միանգամայն ջարդված վիճակում, գլխի ուժեղ ցավով։ Նույնիսկ ավանդական առավոտյան սուրճը չօգնեց ուշքի գալ։ Բայց նորից բազմոցին ընկնելու ու ծանր մտքերի հետ մենակ մնալու ցանկություն չկար։ Իր վրա գերմարտկային ջանք գործադրելով Տաթևը նստեց ուսումնասիրելու աշխատանքի առաջարկները։ Բժշկական թափուր աշխատատեղերից կար միայն մեկը, այն էր քաղաքի մյուս ծայրում, ուստի անմիջապես մերժվեց։ Մնացածների առումով առաջին հայացքից ընտրությունը բավականին լայն էր։ Միամիտ աղջիկը զարմանքով հայտնաբերեց, որ երիտասարդների համար ծով հեռանկարներ կան։ Օրինաչափ հարց ծագեց. ինչու էր նա այդքան տարիներ ծախսել գրոշներով աշխատելու վրա, երբ ահա բացում ես ու այստեղ այնպիսի աշխատավարձեր են, որ կարելի է կենտրոնում նորմալ բնակարան վարձել, դեռ մի բան էլ կմնա անհոգ կյանքի համար։ Բազմաթիվ տարբերակներից աչքերը շլանում էին։ Բայց բավական էր մի քանի զանգ անել եւ վարդագույն ակնոցն ինքն իրեն սկսեց ցած սահել, իսկ հնարավորությունների շրջանակը գնալով նեղանում էր, մինչև վերածվեց 0-ի։ Բոլոր առաջարկները կամ խաբեություն էին, կամ էսկորտ, կամ էլ ծառայություններով մերսում։ Ապարդյուն որոնումներից լիովին ուժասպառ եղած, Տաթևը որոշեց խոհանոցում պաշարների ստուգում անել։ Դրանից տրամադրությունն էլ ավելի վատացավ։ Նույնիսկ եթե խնայեր, մթերքը կհերիքեր մի 2 շաբաթ։ Իսկ հետո երեկոյան հույսն իսպառ մարեց։ Որոշեց առավոտյան այնուամենայնիվ զանգահարել հեռավոր թաղամասի այն նույն բուժքրոջ աշխատանքի համար։ Այդ մտքով նա անկավ բազմոցին ու մոռացվեց խորը հիվանդագին քնի մեջ, որտեղ երազում տեսնում էր, թե ինչպես է գահավիժում եւ անverջ թռչում ինչ-որ տեղ ներքև։ Առավոտը մոխրագույն ու անուրախ էր թվում։ Անգամ հիանալի գարնանային եղանակն ու փողոցից լսվող թռչունների ուրախ ճլվլոցը չէին ուրախացնում հուսահատված աղջկան։ Մի փոքրել եւ Տաթևը վերջնականապես դեպրեսիայի մեջ կընկներ։ Դռան զանգի ձայնը պոկեց նրան տխուր մտքերի գերությունից եւ ստիպեց վերադառնալ իրականություն։ Շեմին կանգնած էր այն նույն կինը, ով նախանցյալ օրն ուշագանեց էր եղել կանգնառում։ Միայն հիմա նրա հայացքը կենթանի էր, այտերին թեթև կարմրություն էր հայտնվել, իսկ դեմքը լուսավորում էր անկեղծ ժպիտը։ Նրա կողքին մի բարձրահասակ երիտասարդ էր կանգնած։ «Բարև ձեզ, ճանաչում եք», հարցրեց անսպասելի հյուրը։ Միայն հիմա նկատելի դարձավ, թե նա ինչ հաճելի արտաքին ուներ։ Երևի երիտասարդ տարիքում նա արտասովոր գեղեցկուհի է եղել։ «Բարև ձեզ», ապշած նրան նայեց աղջիկը։ «Այո, ես ձեզ ճանաչեցի։ Իմ անունը Գայանե Վարդանի է, իսկ սա որդիս է, Դավիթը», ներկայացավ վերջերս պացիենտ դարձած կինը։ Երիտասարդը գլխով արեց ու սիրալիր ժպտաց։ «Կարելի է ներս գալ», հարցրեց կինը։ Իհարկե։ Վերջապես ուշքի եկավ աղջիկն ու հետ քաշվեց հյուրերին իր համեստ կացարան թողնելու համար։ Մինչ նա թե էր պատրաստում եւ տենդագին մուրաբա էր փնտրում պահարանում, հյուրերը նստած էին սեղանի շուրջ եւ լուր նայում էին 4 կողմը։ «Տաթև ջան», սկսեց տիկին Գայանեն, «ես այնքան շնորհակալ եմ ձեզ փրկության համար։ Բժիշկն ինձ ամեն ինչ պատմեց եւ ես ուզեցի գտնել այն աղջիկան, որը անտարբեր չանցավ, արագ կողմնորոշվեց եւ փրկեց ինձ։ Չէ՞ որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ ավարտվել։ Ասացեք, ինչպես կարող եմ վարձահատույց լինել ձեզ»։ Նա պայուսակից հանեց հաստ դրամապանակն ու այնտեղից հանեց թղթադրամների տպավորիչ մի տրցակ։ Տաթևը շփոթվեց։ Չնայած նրան, որ հիմա գումարի կարիթ ուներ այնպես, ինչպես երբեք, աղջիկը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է մարդու կյանքը փրկելու համար վարձավճար վերցնել։ Ոչ, կտրականապես բողոքեց նա ու հեռացավ թղթադրամներից իր ողջ տեսքով հասկացնելով, որ վիրավորված է։ Կինը շփոթվեց եւ հարցրեց. «Այդ դեպքում ինչ կարող եմ անել ձեզ համար։ Գուցե ինչ-որ օգնություն է պետք։ Ես կփորձեմ օգնել ցանկացած հարցում»։ Մտքին եկավ միայն մեկ բան. «Ինձ աշխատանք է պետք»։ Պարս առանց ակնարկների պատասխանեց Տաթևը։ «Միգուցե ձեր ծանոթների մեջ կան։ Հիանալի է»։ Անսպասելիորեն ուրախացավ տիկին Գայանեն։ «Մենք Դավիթի հետ սեփական ռեստորան ունենք եւ հենց հիմա եւս մեկ մատուցողուհի ենք փնտրում։ Աշխատավարձով չենք նեղացնի, թեյավճարներին էլ չենք կպչում։ Կգաք մեզ մոտ աշխատելու»։ Տաթևը շփոթվեց։
Այս մարդիկ համակրանք ու վստահություն էին ներշնչում, բայց արդյոք գլուխ կհանի։ Բայց ես երբեք այս ոլորտում չեմ աշխատել, անվստահ ուսերը թոթոփեց նա։ Մի անհանգստացեք։ Մենք ձեզ ամեն ինչ կսովորեցնենք, սկսեց համոզել նրան կինը, իսկ որդին Դավիթը ընկերաբար ժպտաց եւ ասաց. Համաձայնվեք, Տաթև։ Նորը չի նշանակում վատ, իսկ միգուցե սա ճակատագրի նշան է։ Ռեստորանը գտնվում էր Տաթևի Վարձով բնակվարանից քայլելու հեռավորության վրա։ Ոտքով կարճ ճանապարհով կարելի էր հասնել 5 րոպեում։ Դա շատ հարմար էր։ Հաստատությունն առաջին իսկ հայացքից նրան շատ դուր եկավ։ Հիանալի հարմարավետ մթնոլորտ, կենթանի երաժշտություն, համեղ խոհանոց, ընկերական կոլեկտիվ։ Ինտերիերի բոլոր դետալներն ընտրված էին մեծ սիրով։ Խոհանոցի տեխնոլոգիական գործընթացը կարգավորված էր արհեստավարժությամբ։ Սպասարկող անձնակազմի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում։ Յուրաքանչյուրն իրեն զգում էր կարևոր պտուտակ մեկ ընդհանուր մեծ մեխանիզմում։ Այստեղ ուզում էիր նորից ու նորից վերադառնալ։ Նոր գործընկերներից Տաթևն իմացավ, որ ռեստորանը գրեթե զրոյից կառուցվել է Տիկին Գայանեի եւ Դավիթի կողմից։ Նախկինում այստեղում մի լքված հին ճաշարան էր եղել։ Նրանք այստեղ ներդրել էին իրենց ողջ ուժերն ու հոգին, եւ քաղաքացիներն ըստարժանվույն գնահատել էին նրանց ջանքերը։ Աշխատանքային օրերին դատարկ սեղաններ գրեթե չկային, իսկ հանգստյան օրերին տեղերը պետք էր նախապես ամրագրել։ Աղջիկն արագ ընտելացավ իր համար նոր աշխատանքին։ Սովորեց արագ կողմնորոշվել ճաշացանկի ուտեստների մեջ, սովորեց հասկանալ հաճախորդներին եւ կանխատեսել նրանց ցանկությունները։ Սկզբում երեկոյան հերթափոխից հետո ոտքերը շատ էին ցավում, բայց աշխատավարձը վատը չէր եւ թեյավճարները թույլ էին տալիս ամբողջությամբ իրեն վերցնել, ինչը լրացուցիչ մոտիվացվում էր աշխատողներին։ Պարզվեց, որ գործատուների ընտանիքը նույնպես ապրում էր շատ մոտ։ Տիկին Գայանեն եւ Տաթևը մտերմացան, եւ կինը խնդրեց նախկին բուժքրոջը գալ իրեն ինսուլին սրսկելու, բողոքելով, որ վերջերս է հիվանդացել ու խառնում է դեղաչափերը, ինչն էլ հանգեցրել էր այն նույն ուշագնացությանը։ Աղջիկը համաձայնվեց, իր համար ամենևին էլ դժվար չէր ճանապարհին ներս վազել իր նոր ծանոթուհու մոտ։ Նա էլ երախտագիտություն նախկին բուժքրոցը թեյ էր հյուրասիրում եւ կերակրում համեղ դեսերտներով, կատակով, ցուցադրաբար հոգոց հանելով եւ հետևելով, թե ինչպես է նա հաճույքով ուտում խմորեղեններն ու տորթերը, չէ որ անձամբ Տիկին Գայանեին քաղցրավենիքն այժմ անհասանելի էր։ Ընդհանուր առմամբ կյանքը կարգավորվում էր։ Նոր հետաքրքիր աշխատանքը, նոր ծանոթություններն ու ընկերներ դուրս մղեցին հիշողությունից վերջին անախորժությունները։ Միայն մեկ տհաճ հանգամանք աղջկան հանգիստ չէր տալիս։ Տաթևին չգիտես ինչու առաջին հայացքից չհավանեց Դավիթի հարսնացուն, Լիլիթը։ Անբարեհաճությունը չնկատելն անհնար էր։ Բավական էր նրա սպանիչ տակից գցող հայացքն ու անվերջ բծախնդրությունները։ Թե որն էր նման հակակրանքի բնույթը, մնում էր անհասկանալի։ Հավանաբար դա խանդ էր։ Դավիթն ակնհայտորեն առանձնացնում էր նոր աշխատակցուհուն մյուսների ֆունին, ժպտում էր, կատակում, հաճախ տուն էր տանում մեքենայով։ Տաթևը նման ուշադրության նշանները համարում էր լիովին բնական եւ ընկերական, քանի որ նա հիմա դարձել էր Տիկին Գայանեի վստահված անձը, ով իր հմուտ ձեռքերին էր հանձնել իր առողջության հոգացությունը։ Իսկ գուցե խանդի պատճառը հենց դա էր։ Ապագա սկեսուրն առանձնահատուկ սեր չէր տածում որդու հարսնացուի հանդեպ, իսկ Տաթևին ընդունում էր գրեթե հարազատի պես։ Ամեն օր Լիլիթը ճաշում էր փեսացուի ռեստորանում եւ կարծես հատուկ միշտ նստում էր այն սեղանի մոտ, որը գտնվում էր Տաթևի սպասարկման գոտում։ Նրան սպասարկելը իսկական պատիժ էր, եւ նա արտահայտությունների մեջ չէր կաշկանդվում։ Մերթ Տաթևն այնպես չէր դրել սպասքը, մերթ չափազանց դանդաղ էր բերում պատվերը։ Ես չեմ հասկանում ինչու փողոցից անձնակազմ հավաքել, ասում էր նա զզվանքով սեղմելով շուրթերը։ Տիկին Գայանեն իր բարության պատճառով լրիվ խելքը կորցրել է։ Բոլոր որբերին ու խեղճերին հավաքել է։ Եթե իմ կամքը լիներ, ես այստեղ… Լիլիթը չէր վերջացնում միտքը, թե ինչ կլիներ, եթե ինքը ղեկավարեր ռեստորանը, բայց Տաթևը հասկանում էր, որ ոչ մի լավ բան։ Զարմանալի է, բայց հենց կողքին հայտնվում էր Դավիթը կամ նրա մայրը, Լիլիթի վերաբերմունքն անձնակազմի նկատմամբ արմատապես քոխվում էր։ Անմիջապես ձայնը մեղրի պես քաղցրանում էր, աչքերում քնքություն էր հայտնվում, իսկ մատուցողուհին գեղջկուհուից ակնթարթորեն վերածվում էր Տաթևիկի։ Նոր աշխատակցուհուն նողկալի էր նման երկերեսանիությունը, բայց նա իրեն թույլ չէր կարող արտահայտվել այդ առիթով։ Ինչևէ, նա պետք է պահպաներ սուբորդինացիան, ուստի ստիպված էր համբերել։ 2 ամիսն անցավ ակնթարթի պես, աշխատանքն առաջ էր գնում հեշտությամբ ու բնականորեն։ Տաթևին արդեն վստահում էին սպասարկել եւ օգնել կարևոր միջոցառումների ու տոնակատարությունների կազմակերպման հարցում։ Մի անգամ պարոն Դավիթը զգուշացրեց, որ երեկոյան պետք է լինելու սպասարկել շատ կարևոր հյուրերով սեղան։
Կարևոր օտարերկրյա ներդրողներն ընտրել են մեր ռեստորանը եզրափակիչ բանակցությունների ու փաստաթղթերի ստորագրման համար, պարզաբանեց նա, այնպես որ փաստացի դա պաշտոնական հանդիպում է։ Սպասարկումը պետք է լինի աննկատ ու ոչ հավակնոտ, բայց միևնույն ժամանակ բարձր մակարդակի վրա։ Ջանք թափիր, Տաթև ջան, որպեսզի մեր հաստատությունը երեսով ցեղ չընկնի։ Պարոն Դավիթ, ես միշտ էլ աշխատում եմ ամենալավն անել, ժպտաց մատուցողուհին փորձելով հանգստացնել տնօրենին։ Իհարկե, շտապեց պատասխանել ղեկավարն ու անմիջապես արդարացավ։ Կներես, պարզապես լուրջ մարդիկ են, շատ եմ հուզվում։ Տնօրենի ապրումները փոխանցվեցին Տաթևին։ Դրանց ավելացան նաև զարմանքն ու տագնապը, երբ նա տեսավ, թե ով առաջինը տեղավորվեց բանակցությունների համար ամրագրված այն նույն սեղանի շուրջ։ Այս ատելի, զզվելի կերպարանքը նա ճանաչեց դեռ հեռվից, Հարությունյանն էր, միայն թե նա հիմա բոլորովին այլ տեսք ուներ, երևում էր, որ հանգամանորեն պատրաստվել էր հանդիպմանը, ամբողջովին հարթեցված, սանրված, պատկառելի կոստյում, փայլող կոշիկներ ու փողկապ։ Նախկին համադասարանցին նույնպես առանձնապես չուրախացավ, երբ Տաթևը, իբրև թե ոչինչ չի եղել, պաշտոնապես ներկայացավ ու հայտնեց, որ սպասարկելու է այդ սեղանն ամբողջ երեկոյի ընթացքում։ Երիտասարդը վեր թռավ և ասես խայտված վճռական քայլերով ուղղվեց դեպի ադմինիստրատորը։ Մատուցողուհուն հասան առանձին արտահայտություններ, որոնցից պարզ դարձավ, որ նա պահանջում էր փոխարինել իրեն։ Ադմինիստրատորը հնազանդորեն ենթարկվեց. հյուրի ցանկությունն օրենք է։ Ինչով ես դու նրան դուր չի եկել, կիսաձայն հետաքրքրվեց նա անցնելով Նորեկի կողքով։ Մանրամասների մեջ խորանալն այնքան էլ չէր ուզում։ Դե այնպես, խուսափողական պատասխանեց աղջիկը, հին ծանոթ է։ Մոտ 10 րոպե անց Հարությունյանին միացան 3 տղամարդիկ պատկառելի կոստյումներով։ Նրանք խոսում էին գերմաներեն, եւ աղջիկը հասկացավ, որ սրանք հենց այն նույն օտարերկրացիներն են։ Վիգենը վազվզում էր նրանց շուրջը, շողոքորթաբար նայելով նրանց աչքերին ու փորձելով հաճոյանալ, բացի այդ, ի զարմանս, նա բավականին աշխույժ գերմաներեն էր թափում։ Տաթևը սպասարկում էր ռեստորանի մյուս ծայրում գտնվող սեղանը և միայն հպանցիկ կողքով անցնելիս տեսնում էր, թե ինչպես է նախկին համադասարանցին եռանդով փորձում ինչ-որ բանում համոզել հյուրերին։ Նրանց քթի տակ էր խոթում թվերով ու գրաֆիկներով խճճված ինչ-որ թղթեր, ակտիվորեն ժեստիկուլյացիա անում ձեռքերով ու ժամանակ առ ժամանակ ալկոհոլ էր լցնում ներդրողների բաժակները։ Վերջիններս լուրջ դեմքերով լսում էին նրա խոսքերը ու համաձայնության նշանով գլխով անում։ Էխ, մտածում էր աղջիկը, եթե միայն նրանք իմանային, թե իրականում ինչպիսինն է Հարությունյանը, հաստատ չէին էլ խոսի։ Իսկ նրանք բոլորովին թուլացել էին խմիչքից, եւ ահա արդեն ուրախ ծիծաղում են Վիգենի ինչ-որ հիմար կատակի վրա, իսկ նա, իզուր ժամանակ չկորցնելով, ճարպիկ շարժումով, փորձառու աճպարարի պես ոչ միտեղից հանեց 3 միանման թղթապանակներ եւ սկսեց արագ թերթել փաստաթղթերն օտարերկրացիների աչքի առաջ։ Թե ինչ եղավ հետո Տաթևը չտեսավ, քանի որ նրանք կանչեցին հաճախորդները, բայց վերադառնալիս ու սանհանգույցի կողքով անցնելիս նա նկատեց ծանոթ լայն մեջքն ու մի րոպեով արգելակեց։ Վիգենը հեռախոսը պահել էր ականջին ու ինչ-որ մեկի հետ ոգևորված խոսում էր։ Հա, ամեն ինչ պարզապես սուպեր է, բարձրաձայն շշնում էր նա, չնկատելով ակամա ունկնդրին։ Այս ապուշները 20-րդ էջին անգամ չնայեցին, դե նրանք այստեղ լրիվ տրվել են խմիչքին, չէ որ նրանք մեզպես խբաժակներ դատարկել չգիտեն, խաբեցի երեխաների պես, այնպես որ ամեն ինչ աստ պլանի է, փողերը կլինեն։ Տաթևն աննկատ անհետացավ, բայց սրտում հանկարծ տագնապ առաջացավ։ Այս խաբեբանը հստակ ինչ-որ խարդախություն էր մտածել, եւ միայն ինքը Տաթևը գիտի այդ մասին։ Եթե լռի, օտարերկրացիները կարող են լրջորեն տուժել, չէ որ ամենայն հավանականությամբ խոսքը գնում է շատ խոշոր գումարի մասին։ Բայց ինչպես զգուշացնել նրանց։ Նա չէ որ լեզուն չգիտի, չի կարողանա բացատրել։ Վիգենն էլ թույլ չի տա, որ նրանց մոտենա։ Տես թե ինչպես է սպառնալից նայում նրա կողմը։ Հավանաբար վախենում է հիվանդանոցից իրեն հեռացնելու համար վրեժխնդրության փորձից։ Իսկ այդ ընթացքում օտարերկրացիներն արդեն հանել էին գրիչներն ու պատրաստվում էին ստորագրել փաստաթուղթը։ Մտածելու եւ տատանվելու ժամանակ չէր մնացել։ Տաթևը վճռականորեն գրպանից հանեց հեռախոսը, գտավ առցանց թարգմանիչը, ապա մոտեցավ բեմին,
Ձեռքը վերցրեց խոսափողն ու սկսեց հավաքել թարգմանվող տեքստը։ Հարգելի օտարերկրյա հյուրեր, բարձրախոսներից լսվեց մեխանիկական ձայնը գերմաներենով։ Սրահում անսպասելիորեն լռություն տիրեց։ Բոլորը զարմացած գլուխները շրջեցին դեպի աղջկա, ով խոսափողը մոտեցրել էր իր բջջայինին եւ արագ ինչ-որ բան էր հավաքում ստեղնաշարին, իսկ ավտոմատի ձայնը շարունակեց բարձրաձայն հաղորդել. «Մի հավատացեք ձեր սեղանի մոտ նստած այդ մարդուն։ Նա ուզում է ձեզ խաբել։ Ուշադիր կարդացեք 20-րդ էջը»։ Այս բառերով նա տեղը դրեց խոսափողն ու իջավ բեմից, համոզվելով, որ անհրաժեշտ սեղանի մոտ նստած մարդիկ լսեցին եւ ամեն ինչ հասկացան։ Ընթացքում որսալով Վիգենի թշնամական հայացքը Տաթևը ոչ մի կերպ չարձագանքեց։ Նրան մեկ էր, թող հիմա թեկուս պայթի չարությունից, բայց նա ուրախ է, եթե կարողացավ կանխել խարդախությունը։ Մյուս հյուրերն այդպես էլ գլուխ չհանեցին իրավիճակից։ Անմիջապես կորցրին հետաքրքրությունը խոսողի նկատմամբ եւ վերադարձան իրենց գործերին ու խոսակցություններին։ Փոխարենը օտարերկրացիները կարծես ակնթարթորեն սթափվեցին, բռնեցին փաստաթղթերը, փորձելով գտնել պահանջվող էջը, իսկ նրանց դեմքի արտահայտությունները Հարությունյանին ոչ մի լավ բան չէին խոստանում։ Վիգենը, չկորցնելով ամեն ինչ հարթելու հույսը, տաքացած ինչ-որ բան էր ասում նրանց, գլխով անելով մատուցողուհու կողմը, երևի փորձելով նրանց հակել այն մտքին, որ նա խելագար է եւ նրան հավատալ չի կարելի, բայց ներդրողներն անդրդվելի էին տրամադրված։ Մատուցողուհու հոգեկան վիճակն ակնհայտորեն նրանց այս պահին չէր հետաքրքրում։ Օտարերկրացիները խիստ տոնով ինչ-որ բան էին ասում Հարությունյանին, մատը ցույց տալով թղթերը։ Սեղանի շուրջ խոսակցությունն անցնում էր բարձր տոների եւ շուտով պարզ դարձավ. ահա որ սկանդալ է հասունում։ Վրա հասավ ադմինիստրատորը, իսկ հետո անձամբ պարոն Դավիթը, փորձելով հանգստացնել հյուրերին։ Ոչինչ չհասկանալով եւ փորձելով գլուխ անել ստեղծված իրավիճակից, տնօրենն ուղղվեց դեպի նոր մատուցողուհին, ով հետաքրքրությամբ հետևում էր այս ողջ քաշքշուկին։ Տաթև, ինչ էր սա։ Այստեղ ինչ պատահեց։ Ես չէ որ խնդրել էի առանձնահատուկ ուշադիր լինել այս հյուրերի նկատմամբ։ Աղջիկը ստիպված եղավ ամեն ինչ բացատրել, եւ իր հին ծանոթի համբավի եւ գաղտնալսված խոսակցության մասին։ Բարեբախտաբար, մեծ սկանդալ չեղավ, եւ յուրախություն նորեկ մատուցողուհու, օտարերկրացիներն այդպես էլ ոչինչ չստորագրեցին, միայն ցուցադրաբար հեռացան։ Հրաժեշտին Վիգենը միայն ատելությամբ նայեց իր շահավետ գործարքը փչացրած նախկին համադասարանցուն եւ դուրս եկավ ծեռնունայն։ Մի երկու օր անց, երբ բոլորն արդեն մոռացել էին միջադեպի մասին, Տաթևին իր աշխատասենյակ կանչեց պարոն Դավիթը։ Նա դիմավորեց աղջկան ուրախ ժպիտով։ Կողքին բազմոցին դժգոհ տեսքով տեղավորվել էր Լիլիթը։ Տաթև, դուք ուղակի մեր պահապան հրեշտակն եք, ոգևորված բացականչեց երիտասարդ տնօրենը։ Չհասկանալով ինչի մասին է խոսքը, աղջիկը զարմացած բարձրացրեց հոնքերը։ Դե, օտարերկրացիների հետ կապված այն սկանդալային դեպքը, հիշեցրեց ղեկավարը վերջերս տեղի ունեցած երեկոյի։ Տաթևը լարվեց եւ զգուշորեն հարցրեց. Ինձ թվում է ամեն ինչ լավ ավարտվեց, թե ոչ։ Ամեն ինչ պարզապես հիանալի է, հիանում էր տնօրենը։ Գերմանացիները եկել էին, ուզում էին ձեզնից, Տաթև ջան, շնորհակալություն հայտնել, բայց չգտան։ Մի խոսքով, ահա, նա ժպիտով սեղանին դրեց մի հաստ ծրար։ Սա ձեր պարգևավճարն է, տեղական բիզնեսի հեղինակությունը փրկելու համար։ Աղջիկը շփոթված ժպտաց եւ ուրախացավ։ Փողը ճիշտ ժամանակին էր։ Մայրն ու քեռի Գևորգը որոշել էին պաշտոնապես ամուսնանալ, եւ Տաթևն ուզում էր նրանց հարսանիքին լավ նվեր անել։ Եվ բացի այդ, շարունակեց պարոն Դավիթը, հազիվ զսպելով հույզերը։ Ներդրողներին այնպես դուր եկավ մեր ռեստորանը, որ նրանք ցանկացան մեզ մոտ գումար ներդնել եւ մի ամբողջ ցանց բացել։ Նա մոտ թռավ աղջկան եւ գալանտ կերպով համբուրեց նրա ձեռքը։ Ձեր շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնվել, այնպես որ սպասեք պաշտոնի բարձրացման, Տաչև, դուք դրան արժանի եք լիովին։ Դե սպասիր։ Անսպասելիորեն խոսակցությանը շտապեց միջամտել Լիլիթը։ Պետք է դեռ ամեն ինչ մտածել, ռեստորան ղեկավարել ոչ բոլորը կկարողանան, դա սեղաններին ափսեներ բաժանել չէ։ Երիտասարդը շրջեց գլուխը դեպի հարսնացուն եւ զարմացած հարցրեց. Իսկ ինչ կա այստեղ մտածելու։ Տաթևը շատ ընդունակ է եւ օթից բռնում է ամեն ինչ։ Նրանից հիանալի ադմինիստրատոր դուրս կգա։ Ես դրանում նույնիսկ չեմ կասկածում։ Լիլիթը ծուր քմծիծաղ տվեց։ Պետք չէ շտապ եզրակացություններ անել, պնդում էր նա։ Եկեք սպասենք։ Տաթևին հաճելի էր, որ ղեկավարը պաշտպանում է իր թեկնածությունը, ամեն կերպ գովում եւ պաշտպանում է իր հարսնացուի առաջ։ Ինչու ես դու ինձ այդպես ատում, Լիլիթ, մտածում էր նա, լսելով նրանց լեզվակռիվը։ Կյանքը պտտրեցնեց նախկին բուժքրոջը, իսկ հիմա արդեն ապագա ադմինիստրատորին իրադարձությունների եւ դրական փոփոխությունների հորձանուտում։
Պարոն Դավիթն աստիճանաբար նրան ծանոթացնում էր գործերին, սովորեցնում էր, իր հետ տանում էր վարձակալության նոր օբյեկտները գնահատելու հնարավորություն տալու համար։ Իսկ Տաթևի ներսում կարծես ինչ-որ գաղտնի զարդատուփ բացվեց։ Ամեն օր նոր ունակություններ էին բացահայտվում, բիզնեսի ընդլայնման վերաբերյալ հետաքրքիր գաղափարներ էին գալիս։ Նա ինքն իր վրա զարմանում էր, մտնելով լքված կիսաքանդ տարածք, արդեն հասկանում էր, թե ինչպես այստեղ ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ Նույնիսկ փորձառու ռեստորանատեր Դավիթը տոգորվեց նրան նորարարական գաղափարներով։ Տխրեցնում էր միայն այն, որ տիկին Գայանեն չէր կարողանում լիարժեք ուրախանալ նրանց համար և մասնակցել նոր ցանցի աշխատանքների կարգավորման առումով։ Տաթևը դեռևս շարունակում էր ինսուլին սրկել նրան, բայց կնոջ վիճակը վերջին օրերին անհանգստացնող էր։ «Ինչ որ դուր չի գալիս ինձ ձեր տեսքը, տիկին Գայանե», ասում էր նա, «պետք է բժշկի դիմել, միգուցե արժե բուժման սխեման փոխել»։ «Չեմ ուզում», հուսահատ բողոքում էր հիվանդը, «հոգնեցրին ինձ այդ բժիշկները, աշխարհում ամեն ինչ արգելել են», ու ավելացրեց. «Դա եղանակն է երևի փոխվում, դրա համար էլ ոչ մի բանի ուժ չկա, կպարկեմ ու ամեն ինչ նորմալ կլինի, այդպես արդեն ոչ մեկ անգամ է եղել։ Շաքարային դիաբետի հետ կատականել չի կարելի», փորձում էր համոզել կնոջը նախկին բուժքույրը։ Բայց նա Տաթևի ներկայությամբ հուսահատորեն կոխում էր սիրտը։ «Այ հոգիս, կհասնես իմ տարիքին, կհասկանաս, որ առանց դիաբետի էլ վատ զգալու մի կույտ պատճառներ կան»։ Բայց հաջորդ առավոտյան Տաթևն արդեն տիկին Գայանեին տանը չգտավ։ Սենյակում առաջ ու հետ էր քայլում լարված, մռայլված Դավիթը, իսկ անկյունում բազկաթոռին տեղավորվել էր Լիլիթը, աչքերը կկոցած ու ամբարտավան հայացքով զննելով ոչինչ չհասկացող բուժքրոջը։ «Մորս գիշերը տարել են վերակենդանացման բաժանմունք», կարճ բացատրեց երիտասարդն ու ավելացրեց. «Խելքիս չի հասնում, թե ինչը կարող էր այնպես չգնալ»։ Նա կանգ առավ ու ուշադիր նայեց աղջկա դեմքին։ «Տաթև, դուք չէ որ վերահսկում էիք ինսուլինի ընդունումը, դուք ամեն ինչ ճիշտ էիք ներարկում, ըստ սխեմայի»։ Տաթևին զարմացրեց նման հարցերի տարափը։ «Իհարկե, պարոն Դավիթ, ամեն ինչ սրսկել եմ այնպես, ինչպես բժիշկի կողմից նշանակված էր։ Ես մի քանի տարի աշխատել եմ թերապևտիկ բաժանմունքում»։ «Ես հո ասում էի, որ նա չի խոստովանի», փնթփնթաց Լիլիթն իր անկյունից։ Աղջիկը տարակուսած հայացքով նայեց նրան ու հարցրեց. «Ինչ նկատի ունեք»։ Բայց նա միայն կայծակներ արձակեց աչքերից ու լուռ ցուցադրաբար շրջվեց։ «Լիլիթը պնդում է, որ դուք սխալ եք սրսկել ինսուլինը, դրա պատճառով մայրս կոմայի մեջ է ընկել։ Հիմա նա կենաց և մահու եզրին է», տխրությամբ ձայնի մեջ արտասանեց երիտասարդը։ «Բայց դա այդպես չէ», սկսեց արդարանալ աղջիկը, «ես ուշադիր էի անում ամեն ինչ, սխալը բացառվում է»։ «Նա է մեղավոր», չդիմացավ Լիլիթն ու վեր թռավ տեղից չարությունից եռալով։ «Եթե ուզում ես իմանալ, նրան նախորդ աշխատանքից էլ նման բանի համար են հեռացրել, ես հատուկ իմացել եմ, նա հիվանդին դեղ չի ներարկել, կարող է ստուգել»։ Տաթևը ծանր հոգոց հանեց ու լռեց։ Այն էլ ինչ կարող էր նա առարկել։ Ցանկացած արդարացում հիմա կեղծ ու անհամոզիչ կհնչեր։ Փաստացի, ամեն ինչ այդպես էլ եղել էր։ Ավելի ճիշտ, թշնամի Հարությունյանը ամեն ինչ հենց այդպես էր ներկայացրել։ Դավիթը շփոթված նայում էր մերթ անսպասելիորեն ագրեսիվ դարձած հարսնակույնին, մերթ նախկին բուժքրոջը, ով նայում էր նրան աղերսող, արցունքներով լի աչքերով, չիմանալով, որ մեկին հավատալ։ Ի վերջո իր համար որոշելով, որ հիմա ամենակարևորը մոր կյանքն ու առողջությունն են, նա շրջվեց ու մեկնեց հիվանդանոց։ Այնտեղ նրան լավ լուրեր էին սպասում։ Բարեբախտաբար մայրն իրեն շատ ավելի լավ էր զգում։ «Կարծես թե ձեր մայրը մի քանի օր ինսուլին չի ընդունել», հայտնեց նրան բժիշկը։ «Հիմա արդեն վիճակը քիչ թե շատ կայունացել է, բայց թողելի մի քանի օր հսկողության տակ մնա»։ «Հսկողության տակ», մեխանիկորեն կրկնեց երիտասարդը ու հանկարծ նրա գլխում լուսավորվեց։ Չէ որ նա վաղուց արդեն տանը տեսախցիկներ էր տեղադրել ամեն դեպքի համար, բայց քանի որ ամեն ինչ կարգին էր, բոլորովին մոռացել էր դրանց մասին և ոչ մի անգամ այդպես էլ չէր դիտել գրառումները։ Ահա թե որտեղ կարելի է գտնել իրեն տանջող հարցի պատասխանը։ Դավիթն անհապաղ ուղևորվեց տուն, հույս ունենալով ճշմարտության շող սփռել այս երկիմաստ իրավիճակի վրա։ Դիտելով վերջին օրերի տեսագրությունները, տղան գաղտնի հույս ուներ, որ Տաթևն անմեղ դուրս կգա։
Անհասկանալի է ինչու էր Լիլիթը սևեռվել նրա վրա։ Ահա արդեն մի քանի ամիս է ինչ այս համակրելի քաղցր աղջիկն իր աչքի առաջ է, եւ ոչ մի անգամ առիթ չէր եղել նրան ինչ-որ վատ բանում կասկածելու։ Հակառակը, Տաթևն իր մեջ միայն համակրանք էր առաջացնում, նույնիսկ մի փոքր ավելին, մտքին անգամ մի քանի անգամ եկել էր այն միտքը, թե եթե Լիլիթը չլիներ։ Տղան ուշադիր նայում էր համակարգչի մոնիտորին, աշխատելով բաց չթողնել ոչ մի դետալ։ Ահա նա անձամբ դեղատնից բերեց ինսուլինի վերջին խմբաքանակն ու իր ձեռքով դրեց սառնարանը, իսկ կողքին դարակի վրա հատուկ տուփի մեջ մեկանգամյա օգտագործման ներարկիչներն ու սպիրտը։ Ահա Տաթևը քաշում է դեղն ու անմիջապես գնում մոր ննջասենյակ։ Ահա հաջորդ անգամը, ամեն ինչ ճիշտ նույնն է, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ըստ ժամերի։ Եվ հանկարծ Դավիթը չի հավատում սեփական աչքերին, հստակ եւ պարզ երևում է, թե ինչպես է իր հարսնացուն Լիլիթը, գողեգող շուրջը նայելով, սառնարանից հանում ինսուլինի տուփն ու փոխարինելով սրվակներն անհայտ հեղուկով լցված ուրիշ սրվակներով, ամեն ինչ հետ է դնում։ Տեսածն այնքան շոկի է ենթարկել երիտասարդին, որ նա էլի մի քանի անգամ պտտեց ու պտտեց այս պահը, կարծես հույս ունենալով, որ այն միրաժ դուրս կգա եւ անհետ կանհետանա էկրանից այն աղջկա հանցագործության ապացույցների հետ, ում ինքը անվերապահորեն վստահում էր, ում հետ պատրաստվում էր կապել իր ճակատագիրը։ Մասնավոր լաբորատորիայի ծանոթները պարզեցին, որ փոխարինված բոլոր սրվակներում սովորական ֆիզլուծույթ է եղել։ Իմանալով հետազոտության արդյունքը, Դավիթը միայն դառը քմծի ծաղտվեց։ Գոնե շնորհակալություն, որ թույն չէր։ Լիլիթի հետ ամեն ինչ պարզ էր։ Անհասկանալի էր միայն շարժառիթը։ Թե դա խանդ էր Տաթևի հանդեպ եւ նրան տեսադաշտից հեռացնելու փորձ։ Թե ինչն ավելի վատ է, դա ապագա սկեսրոջից ազատվելու փորձ էր, ով հսկայական ազդեցություն ուներ փեսացուի վրա։ Իսկ գուցե Լիլիթն ուզում էր մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ խփել։ Ինչ էլ որ լիներ, փաստը մնում է փաստ, եւ այդպիսի մարդու հետ մեկ հարկի տակ մնալ տղան չէր պատրաստվում։ Ցույց տալով նախկին հարսնացուհին տեսախցիկի տեսագրությունը, Դավիթն անտարբեր լսեց նրա կծկտուր ու անհեթեթ արդարացումները, ընդմիջված հիստերիայով, օգնեց հավաքել իրերը, որոնք նա կամաց-կամաց տեղափոխում էր վերջին ժամանակներս իր բնակարան եւ տաքսի կանչեց։ Նա ոստիկանություն չդիմեց այն պայմանով, որ այլևս երբեք չի տեսնի նրան։ Հոգին անգամ ինչ-որ կերպ թեթևացավ։ Ինչպիսի երջանկություն, որ դեռ մինչև հարսանիքը բացահայտվեց հարսնացուի նենգությունը։ Անհայտ է, թե էլ ինչի էր ընդունակ այս մարդը։ Եվ փառք Աստծո, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Միայն մեկ հանգամանք նրան հանգիստ չէր տալիս։ Այն, որ ինքը վիրավորել է անմեղ քաղցր աղջիկան։ Ճաշից հետո հերթափոխի անցավ Տաթևը։ Ամբողջ օրվա ընթացքում Դավիթն այդպես էլ հարմար առիթ չգտավ նրա հետ խոսելու։ Իսկ ոտքի վրա ինչ-որ անհարմար էր։ Մերթ մատակարարներն էին նրան անընդհատ անհանգստացնում, մերթ մատուցողուհին զբաղված էր հյուրերին սպասարկելով, օրվա վերջին մոտ երիտասարդը որոշեց սպասել նրան աշխատանքից հետո, որպիսի խոսի ոչ պաշտոնական մթնոլորտում։ Չէ որ նա նրան շատ էր վիրավորել եւ ստիպված է լինելու ներողություն խնդրել իր անվստահության ու դաժան մեղադրանքների համար։ Ամբողջ երեկո Տաթևը չէր կարողանում մոտենալ տնօրենին։ Պարոն Դավիթն անընդհատ զբաղված էր։ Այսօր ինչ-որ արտակարգ խառնաշփոթ էր։ Իսկ նրան այնքան պետք էր խոսել տնօրենի հետ։ Արդեն երկրորդ գիշեր անընդմեջ նա գրեթե չէր քնել։ Եվ թեև այսօր ղեկավարը միանգամայն ընկերական տեսք ուներ եւ նույնիսկ ժպտում էր իրեն, աչքի առաջ դեռ կանգնած էր անվստահության այն սարսափելի սառը հայացքն այն պահին, երբ Լիլիթն նրա վրա կեղտ ու մեղադրանքների տարափ թափեց։ Իհարկե նա հավատաց իր հարսնացուհին, չէ որ ով է Տաթևի համար, լրիվ օտար մարդ։ Իսկ ահա ինքը Տաթևի համար։ Աղջիկը վաղուց աշխատում էր վանել երիտասարդի մասին մտքերը։ Այո, համագրելի է, այո, խելացի, բարի, ամենալավը։ Ոչ, նորից նրան սխալ տեղ տարավ։ Ամենակարևորը Դավիթը զբաղված է, ու Լիլիթն իրեն շատ է սազում։ Ինտելիգենտ ընտանիքից է, ավարտում է համալսարանը, այնքան ոճային, գլամուրային է, թագավորական մաներաներ, անշտապ քայլվածք, բարձրակրունկ թանկարժեք կոշիկներ։ Ոչ թե Տաթևն իր հավերժ հին ջինսերով ու սպորտային կոշիկներով։ Հավերժ ինչ-որ տեղ է վազում, շտապում, ուշանում։ Ոչ, նա նրա հավասարը չէ, եւ իզուր հույսեր փայփայել պետք չէ։
Նրա կողքին գտնվելն այժմ դարձել է զրիվ անտանելի։ Ապա էլ ինչպես։ Մարդը, ում նա հարգում է, ում հանդեպ, ինչպես ասեմ, անտարբեր չէ, իրեն մեղավոր է համարում նրանում, որ տիկին Գայանեն հայտնվել է հիվանդանոցում։ Դրանից հետո ինչպես նայել նրա աչքերին։ Էլ չասած, որ Լիլիթ նոր չի տա կուտի առանց խեղդվելու։ Հիմա նա լիակատար կարտ բլանշ մի։ Ոչ, պետք է բացատրվել եւ հեռանալ այս աշխատանքից։ Եվ ահա արդեն գիշերը ծածկեց քաղաքը։ Ռեստորանը դատարկվեց։ Վերջին ուրախ գինոված ընկերախումբը վճարեց, թողնելով առատաձեռն թեյավճար եւ տաքսիով գնաց ինչ-որ աղմկոտ ակումբ, չցանկանալով դադարեցնել զվարճանքը։ Պարոն Դավիթին արդեն մի 2 ժամ էր չէր երևում։ Ամենայն հավանականությամբ նա գնացել էր տուն։ Տաթևը հոգոց հանեց։ Փոխեց հագուստն ու դուրս եկավ փողոց։ Դե ինչ, ստիպված կլինի զրույցը հետաձգել վաղվան։ Փողոցում զգացվում էր երեկոյան զովությունը։ Աշխատակիցները հրաժեշտ տվին միմյանց ու տարբեր կողմերով ցրվեցին տներով։ Տաթևը որոշեց ճանապարհը կրճատել սովորության համաձայն պուրակի միջով։ Ամայ տարածքը մի փոքր վախեցնում էր, բայց կենտրոնական ծառուղին լավ լուսավորված էր։ 5-7 րոպե ուղիղ եւ նա արդեն տանն է։ Քանի անգամ էր արդեն նա վազել այստեղով այն օրերին, երբ պարոն Դավիթը չէր կարողանում նրան տուն տանել։ Դավիթը։ Նորից աչքի առաջ հայտնվեց նրա կերպարը։ Բարի ժպիտը, զարմանալի կենդանի աչքերը։ Ոչ, նորից նրան սխալ տեղ տարավ։ Վերջ, վաղը խոսել ու մոռանալ վերջնականապես։ Ջնջել ամեն ինչ կյանքից ու սկսել նորից։ Տաթևը վճռականորեն ուղղվեց դեպի այգու խորքը, բայց ծառուղի ոտք դնել նրան վիճակված չէր։ Հետևից խուլ ոտնաձայներ լսվեցին եւ ինչ-որ մեկի ամուր ձեռքեր բռնեցին նրան, զրկելով շարժվելու հնարավորությունից։ Իսկ մի լայն խոնավ ափ ուժգին փակեց բերանը։ Ցպտուն հանես վիզատ կոլորեմ, լսվեց հարկու խրփոտ շշուկ, եւ ինչ-որ մեկը հետևից փչեց նրա վրա տաք շնչառությամբ, որից ալկոհոլի հոտ էր գալիս։ Տաթևն ամբողջովին դողաց ու զգաց, թե ինչպես իրեն քաշ տվեցին թեթևորեն, ասես եղեք, դեպի պուրակի մութ հատվածը։ Սիրտը դուրս էր թռչում կրծքից, գլխում սարսափելի մտքեր էին փայլատակում։ Ո՞վ է սա, ավազակ, թե ավելի վատ բան։ Այդ մտքերից լրիվ անտանելի դարձավ։ Տաթևը հավաքեց վերջին ուժերն ու փորձեց ազատվել, բայց հաջողվեց միայն ոտքով պատահականորեն հետ հարվածել։ Երևի նա լավ կպավ անծանոթի ծնկին։ Վերջինս ոռնաց ու կեղտոտ հայհոյեց, բայց ամուր բռնվածքը չթուլացրեց։ Տաթև, զզվելի, կշարժվես կխեղդեմ, իսկ ես կարող եմ, չարությամբ ֆշշրեց ծանոթ տղամարդկային ձայնը։ Այո, դա Վիգենն էր։ Նորից այս գարշելի տիպը ոչ մի կերպ չի հանգստանում։ Այդ փաստի գիտակցումն ուշ տվեց։ Վիգեն, բաց թող, փորձեց նա բղավել զզվելի յուղոտափի միջով, բայց նա արդեն գցեց նրան գետնին եւ տակն առավ, մի ձեռքով փորձելով արձակել վերնաշապիկը։ Կոճակները տարբեր կողմեր թռան եւ հաջորդ ակնթարթին աղջիկն իր կրծքին զգաց գարշելի սայթակուն ձեռքը։ Կոկորտին սրտխառնոց մոտեցավ։ Հիմա դու ինձ ամեն ինչի համար պատասխան կտաս, մրթմրթում էր նա ականջին վրան ընկնելով։ Նրա յուղոտ մարմնի ծանրությունը կաշկանդեց փխրուն աղջկա ողջ մարմինը։ Անհնար էր ոչ միայն պաշտպանվել, այլև նույնիսկ շնչել։ Նա դատապարտված փակեց աչքերը, որոնցից արվակեպես հոսեցին անզորության արցունքները, իսկ կոկորտից դուրս թռավ խեղդված ցավալի ճիղ։ Իսկ հետո ինչ-որ բան պատահեց։ Աղջիկը միանգամից չհասկացավ, թե ինչ էր դա։ Վիգենը հանկարծ ինչ-որ տեղ կորավ, եւ նա մենակ մնաց մթության մեջ, խոտերի վրա պառկած։ Կողքին ինչ-որ իրարանություն եւ հարվածների խուլ ձայն լսվեց, իսկ հետո էլի ու էլի, ինչ-որ մեկը կռվում էր աղջկանից մի քանի քայլ հեռավորության վրա։ Ներթային դողն անց ողջ մարմինով թույլ չտալով հանգստանալ, հերթական հարվածից ու վայր ընկնելուց հետո իրեն նեղացնողի ծանր մարմինը հազիվ ոտքի կանգնեց եւ հեռացավ, դժվարությամբ շարժելով ոտքերը։ Մթության մեջ անհնար էր որոշել փրկչի արտաքինը, նրա ուրվագիծը շարժվեց ընդառաջ աղջկան։ Նա ամբողջովին կծկվեց։ Անհայտ է, թե ինչ կարելի է սպասել անծանոթից, իսկ եթե նրա մտադրություններն էլ ավելի վատ են։ Մութ ստվերապատկերը մոտեցավ, կռացավ գետնին նստած աղջկա վրա եւ նրան մեկնեց ձեռքը։ Տաթևը նայեց լուսնի լույսով լուսավորված դեմքին եւ տեսավ Դավիթին։ Նա լայնորեն ժպտում էր նրան այն նույն բարի ժպիտով, որը նա տեսել էր առաջին անգամ,
որին սիրահարվել էր առաջին հայացքից։ Տաթև ջան, ինչպե՞ս ես։ Ուզում էի քեզ տուն տանել, բայց մենք իրարից բաժանվեցինք մի 2 րոպեով։ Հիմա, երբ վատն արդեն անցյալում էր եւ նյարդային լարվածությունը թուլացել էր, աղջիկը հանկարծ ինքն իր համար անսպասելի հեկեկաց եւ նրա աչքերից գլորվեցին խոշոր արցունքներ։ Տղան սեղմեց նրան իրեն ու քնքշորեն գրկեց տաք ձեռքերով։ Վախեցար հոգիս, շշնջում էր նա քնքշորեն համբուրելով նրա ճակատը։ Մի վախեցիր, ես ոչ մեկին թույլ չեմ տա քեզ նեղացնել, ես հիմա միշտ քեզ հետ կլինեմ, իմ սիրելի։ Քաղցր երանությունն ու խաղաղության արտասովոր զգացումը համակեցին Տաթևին։ Շուրջ բոլորն ամեն ինչ ակնթարթորեն փոխվեց։ Բոլոր վիրավորանքները, խնդիրները, անախորժություններն ու փորձանքներն այժմ թվում էին մանր ու աննշան։ Տաքանալով այս տաք, հարազատ գրկում, նա հանկարծ զգաց, որ ինքը տանն է։ Կարծես Տաթևը շատ վաղուց արդեն եղել էր այս տղամարդու գրկում։ Հենց այդպես, քնքշորեն ու հոգատարությամբ էր նա դիպչել իրեն։ Հենց այդ հազիվ նկատելի, բայց հաճելի հոտն էր գալիս նրանից։ Այո, այդ զգացումը հորդեց անսպասելիորեն եւ ծածկեց նրան գլխովին։ Դա նման էր դեժավյուի։ Գուցե ինչ-որ բան անցյալ կյանքից։ Գուցե նրանց հոգիներն արդեն երբևէ միացել էին մեծ սիրով։ Ինչ էլ որ լիներ, աղջիկն այժմ հաստատ գիտեր, այս մարդն իր հարազատն է, իր սիրելին, իր տիեզերքը, իր կեսը։ Վերջապես նրանք գտան միմյանց եւ այլևս երբեք չեն բաժանվի։ Իսկ եթե բաժանվեն էլ, ապա միայն նրա համար, որպեսի հաջորդ կյանքում գտնեն իրար։